Ես ձևաչափով որ ներկայացրել եք, առաջի հերթին սոցիալական աջակցության հարցը, խնդիրը վերանայի կառավարությունը իր որոշումները, անժամկետ սոցիալական աջակցությունով ապահովի Արցախահայությանը, մինչև բոլոր այդ հարցերի պատասխանները, բոլոր խոսքի ժողովուրդը չբավարարվեն այն հարցերի շուրջ, խոսքի բնակարանային հարցերի հետ կախված է, մնացած հարցերի շուրջ, որ բողոքի առիթ չլինի, բավարարեք, մեղք են ժողովուրդը, դուք եք մեղավոր, տեր կաղնեք այս ժողովրդին, չեք կարող տեր կաղնեք, ինչ մասնագետների մասին եք խոսում, ինչ բայց ղեկավար մարդիկ եք, եթե տարուկեսվա 2 տարվա մեջ դուք մասնագիտական խնդիրներ ունեք, որ չեք կարող լուծումների ճիշտ ձևաչափով ներկայացնեք, որ հանրության համար հասանելի լինի։ Բայց մենք հույսներս ում վրա պիտի տնենք, կամ ինչ պիտի անենք։ Դուրս եկեք այս սաղ այս հարցերը թողած աթոռի պահելու կռիվ եք տանում, աթոռը ինչ որ ասում է մեր էմոյիս կողմներն էլ աթոռ զբաղեցնելու կռիվ եք տանում։ Պատկերացնում եք ժողովրդին սև զոհաբերում են ինքնանպատակների հասնելու համար։ Ես այսքան մտքեր ինչի համար եմ ասում, ժողովրդին եմ կոչ անում, մի հավատացեք, բոլորը ձեզ խաբում են, Արցախահայության խաբում են, այս կարգավիճակում Հայաստանաբնակ մայր Հայաստանում գտնվող ժողովրդին էլ խաբում են ուրիշ ոլորտում, ուրիշ մոլորելու հարցեր, ասած ծրագրեր է իրականացվում մեզ շեղելու կարևոր խնդիրներից, կարևոր որ ասում է հարցերի շուրջ կան։ Ուրեմն Արցախահայության տեղահանված, ցեղասպանությունից փրկված, այս ծանր իրավիճակում գտնվելու խնդիրների լուծման հարցերի շուրջը։ Արդեն 2 տարի է Արցախահայությունը գտնվում է ծանր իրավիճակում, թե հոգեբանական, թե սոցիալական։ Այս վերջի ժամանակները այն բողոքները, այն պահանջները, որ ներկայացրել է կառավարությանը, իշխանությանը, ոչ որ բոլորդ հիշում եք, ամսի 29-ին բազմահազարանոց արցախցիներին համախմբված այդ օրվա պահանջները ներկայացրած է եղել կառավարությանը։ Մի ամիս մեկ վրան եք տեղադրել Ազատության հրապարակում, մի ամիս բոլոր այդ պահանջները մինչև հարցի պատասխանները չստանաք, խոսք եք տվել, որ գնալու եք մինչև վերջ։ Հաշվի առնելով, որ ընթացքում կառավարության կողմից արձագանքները, հաշվի առնելով, որ իրենք խոստումները, որ եկել են այդ համաձայնության, որ խոսք են տալիս այն կարևոր կետերը, այն կարևոր պահանջները, որ ներկայացրել է այդ ժամանակի ընթացքում, խնդրելով խոսքի պայմանավորվածություն ձեռք բերելով առաջարկել են 2 ամիսով սոցիալական աջակցությունը շարունակեն, ու այդ 2 ամիսը մեզ վստահեցնելով, որ բավարար է լինելու բոլոր այդ հարցի լուծումների այդ կարևոր կետերի փոփոխությունները մտցնեն։ 2 ամիս անցել է, ոչ մի փոփոխություններ չկա, ոչ մի կարևոր կետերի կամ Արցախահայության կարգավիճակին հարցերի լուծման որոշումներ չկա։ Այն լուծումները, այն փոփոխությունները, որ մտցրել են, որ կատարել են, դա կոսմետիկ ինչ-որ ձևաչափով որոշումներ է, որ ցույց տան հանրությանը, որ ինչ-որ մտահոգված են կամ ինչ-որ աշխատանքներ է իրականացվում։ Ժողովուրդը սուտ է, բոլորիդ խաբում են, որ միշտ խաբել են, նույն ձև էլ խաբում են։ Ես չեմ հավատում, որ 2 տարվա ընթացքում այս հարցի լուծումները չեն կարողացել են ձևաչափով լինի, որ հանրության համար, ժողովրդի համար հասանելի լինի։ Դա արտագաղթի պլաններ է, դա արտագաղթի ծրագիր է։ Մեզ ստիպելով, մենք գալիս եք ստեղ կաղնում ողորմելու իրավիճակում, որ մեզ ինչ-որ փոխհատուցում անեն, որ մենք ստեղ գոյատևենք։ Մենք ուզում ենք ապրենք մայր Հայաստանում, մենք արցախցիներս ապրելու ենք մայր Հայաստանում, մեր հայ ժողովրդի հետ միասին, որովհետև մենք հետ վերադարձ Արցախը հուսահավատը չենք կտրել, ու դա իրականացում եք տեսնում։ Ոչ մեկը չի կարա շեղի մեր ձեզ մտքերից, ոչ մեկը չի կարա շեղի մեր պատմական սկզբունքներից, մարդկային սկզբունքներից, ազգային սկզբունքներից։ Եվ դրա համար բոլորիդ կոչ եմ անում, այսօրվա մեր այս բողոքի հետ կախված կառավարությանը
նորից վերանայի իր որոշումը։ Սոցիալական աջակցությունը շարունակական պիտի լինի, ու պիտի լինի միջև այնքան ժամանակ, միջև այս ժողովուրդը այս իրավիճակուց մի ձևիկ են գոյատևելու կամ էլ իրաց տան հարցերնա, մնալու հարցերնա, բնակարանային բոլոր որ ասում այդ կարգավիճակում գտնվելու այդ հարցերը լուծեն։ Ես ինի կոչ եմ անում, որ մենք ստեղ սպասենք, կառավարության ներկայացուցիչից մեկը դուրս գաստե, մեր հարցերի պատասխանները տա, հարցերի պատասխանների հիմնավորած տա, այն խոստումները, որ դուք տվել եք, ինչ է խանգարել, որ չի իրականացվում, կամ ինչի եք մեկ է ժողովրդին ամեն օր, ամեն ինչ որ ժամանակահատվածում գցում ես մտահոգությունների մեջ։ Դուք պատասխանատու եք, ձեր մեղքով եք մենք հասել այս իրավիճակի, ձեր բախտողումներ եք մենք անտուն անհայրենիք մնացել, դուք իշխանություն եք, մենք պահանջատերն ենք, մենք չենք ուզում գանք ստեղ բողոքենք, բայց ստիպված ենք գանք, մենք չենք ուզում արտագաղթենք, ստիպված ենք գանք ստեղ։ Սպասում ենք կառավարության ներկայացուցիչ մարդկանց անձնավորություններից մեկը դուրս գա մեր հետ, ստեղ ժողովրդի առաջ այդ հարցերի պատասխանները տա։ Ես ինչ է, Ղարաբաղցիներ դակ չունեն, չափ չունեն, ինչ եք ուզում, ինչից եք դուրս գալիս, ուզում եմ դիմեմ ժողովրդը, ընկերներ, մեզանից ամեն մեկը կարող գոնե մի մարդ է, ինչ են ուզում Ղարաբաղցիները, ինչի պետք է մեր հարցերը լուծել, այսպես եք դուրս գալիս բողոք, բոլորը ապահովել են բոլորը, մենք գործ ունենք մի կառավարության հետ, որ հետևողականորեն նույնում է արցախցիների և քաղաքական պահանջները հիմա սոցիալական հարցերի միջոցով որը վերջնականապես ջնջի։ Իրենց գործն է, բայց իմանալով, որ վաղը դու ընկերդ, հարևանդ զրկվելու եք սոցիալական աջակցությունից և ինչ որ մեկը հայտարարում է, որ դուրս են գալիս, ոչինչ չեք դուրս գալիս։ Ինչու դուրս չեք գալիս ձեր բողոքը ասելու, ձեր ժողովուրդ, այսպես չի լինի։ Հիմա պետք է հայտարարենք, ասենք, որ այդպես է կառավարությունը ինչ ասում է լավ անում, հերիք չի, հասարակ ժողովուրդը դուրս չի գալիս, արցախցիների մեջ էլ առաջացել են իրաց արևի ղեկավարներ, որ ժողովրդին համախմբելու փոխարեն կես-կես են անում։ Սա վերջն է արդեն ժողովուրդ, ես տարիներ արդեն երևի 4-5-րդ տարին է, այստեղ խոսում եք, ասում եք, այս անտարբերությունը, որը իշխանությունները հայկական, լինի Արցախի, լինի Հայաստանի, մտցնում են, ներարկում են, սրսկում են ձեր մեջ բերելու ավելի վատ բաների։ Ասել ենք 20 թվականի նոյեմբերից, որ մեր թշնամիների թիրախը հադրուցը չէր, այն ժամանակ Ստեփանակերտից ինձ զանգում էին, ասում են այդպիսի բաներ մի ասա, Ստեփանակերտը պահելու եք այս եկան։ Տեսնում էինք և ասում էինք, որ թիրախը հադրուցը չէր, Ստեփանակերտն էլ չէր, ասել ենք, որ թիրախը այս քաղաքն է, Երևանն է։ Հիմա այստեղ արցախցիները չեն դուրս եկել իրենց շահերը, բայց իրականում պետք է արցախցիները այստեղ կանգնած լինեն Հայաստանաբնակ ժողովուրդը, որովհետև ժողովուրդ Հայաստանի իշխանությունները գնում են Հայաստանի պետականության լուծարման։ Եթե դուք չեք տեսնում բազմաթիվ խելացի փորձագետներ ունենք, որոնք ասում են վերլուծում բացատրում են ձեզ։ Ձեր խելքը ձեր գլուխը հավաքեք, բայց առաջին հերթին դիմում եմ արցախցիներին։ Այստեղ պետք է ամեն օր ցույցեր լինի այնքան ժամանակ, մինչև կառավարությունը չխոստանա սոցիալական հարցերը վերականգնել, այնուհետև սահմանադրությամբ ունեցած իր պարտականությունը, որ Արցախի պետության և Արցախահայերի երաշխավորը պարտավոր է կատարել։ Եթե չի կարողանում կատարել, թող հեռանա։ Ժողովուրդ, այսօր մի ուրախացեք, մի բան արեք, որ մեկը եկավ, մեկը չեկավ, կառավարությունը էս է, ուրիշ տեղ ենք դնում, մեզ ուրիշ տեղ են տանում, հավաքեք ձեր խելքը, խելքները գլուխներդ հավաքեք, միաբանվեք, ամբողջ հայությունը պետք է Հայաստանի Հանրապետության կառավարությունը մենակ Հայաստանի 28 ամբողջ չգիտեմ քանի տասնորդական տարածքում ապրող ծնված մարդու համար չի։ Հայաստանի Հանրապետությունը հայկական մենտալիտետը
Հայաստանի Հանրապետության ստեղծողները 1918 թվականին ստեղծել են նրա համար, որ ամեն հայի հետևից հասնի Հայաստանի կառավարությունը, մինչև անգամ Գրենլանդիայի եւ Ավստրալիայի հայի հետևից պետք է հասնի։ Հայտարարել այսօր, որ մենք բավարարում ենք Հայաստանի տարածքով ինչ-որ պատմական Հայաստան, իրական հայ, այսինքն պետք է շարունակենք նաև Այբուբենից հրաժարվել, որովհետև Այբուբենը ստեղծվել է պատմական Հայաստանում, իրական Հայաստանի։ Նիկոլի կառավարությանը խնդրենք մեզ համար Այբուբեն հնարինոր։ Ժողովուրդ, ինչքան կաք էստեղ, ինչքան մարդիկ մեզ հետևում են հեռուստատեսությամբ, կոչ եմ անում, արթնացեք, Արցախցու շահերը պաշտպանելով դուք պաշտպանում եք Հայաստանի շահը, Արցախցին հայը, եթե հայը վտանգի մեջ է ու Հայաստանի կառավարությունը այդ վտանգված հային դեր չի կանգնում, նշանակում է նրա հետաքրքրված չի հայկական պետականությամբ գոյությամբ։ Ամեն ինչ պար ջրի վրա չնակ չեն էլ թաքցնում, Հիմա այսօրվանից արդեն մեղավորներ են ման գալիս, թե ում գլխին են կոտրելու Հայաստանի պետականության լուծարումը, ոնց որ Արցախի պետականության լուծարումը մի քանի անմեղ սունակ արցախցու գլխին ունեն կոտրած լինեն, նույն ձևեր արդեն սկսել են ման գալ, թե ում են մեղադրելու։ Դա դուք ես եք արել, դրա համար պետությունը չի եղել, դուք եք արել, պետությունը չի եղել։ Սիրելի ժողովուրդ, ես մի քիչ շատ քաղաքականության տրվեցի սոցիալական հարցերի փոխարեն, բայց ասեմ, մեկ ֆորմուլա գոյություն ունի։ Աշխարհի ամենափոքր սոցիալական հարցը սկսվում է սխալ քաղաքականությունից եւ լուծվում է ճիշտ քաղաքականությամբ։ Դրա համար ստիպված սոցիալական հարցերից խոսելուց անցել են քաղաքականության։ Սիրելի ժողովուրդ, համախմբեք, խոսքս առաջին հերթին արցախցիները է վերաբերում, համախմբեք եւ կոչ արեք, որ Հայաստանի, հայաստանաբնակ հայությունն էլ կանգնի ձեր կողքին։ Նորից եմ ասում, Արցախը անգամ դեռևս լրիվ կորած չի, եթե վերջնականապես կորցնենք, Հայաստանի պետությունն չի լինելու, առանց Արցախի Հայաստանի պետություն չկա։ Միաբանվեք հայ հասկացողության շուրջը, չկա արցախցի, չկա երևանցի, միաբանվեք հայ հասկացողության շուրջը եւ պայքարեք, ժողովուրդ։ Ես ուզում եմ անդրադառնամ այդ ժամանակահատվածում էլի մի քանի կարևոր հարցերի շուրջ։ Այդ ժամանակահատվածում բարձրացած ա եղել էլի կարևոր անհրաժեշտ հարցեր գերիների հետ կախված, անհետ կորածների հետ կախված։ Ուրեմն պայթյունի այդ մարդկանց, որ այդ պայթյունից դժվել են, իրենց հարազատները, մինչև օրս այդ մարդկանց կարգավիճակ չի հալածևավորված։ Մարդիկ բողոքում են, մարդիկ պահանջում են, այն իրավիճակում ինչից դժվել են, դրան պատասխանների մինչև օրս են, թե պետական բանով ներկայացուցիչների կողմից, թե հասարակության մեջ ատելություն սերմացնող մարդկանց նկատմամբ ոչ մի բան չի իրականացվել։ Պառակտման պրոցեսները շարունակվում է Արցախահայության մեջ, Արցախահայ սրիկա ներկայացուցիչների ձեռքով արդեն։ Մենք չպիտի հանդուրժենք, մենք միազգենք, մի մեծ անվան տակ, հայ, ուրիշ ոչ մի հասկացողություն ստեղ չկա։ Ներկայացնել գտնվող ոստիկանները բոլորը 90%-ով Արցախում պաշտպանության թե բանակում, թե սահմաններն էին պաշտպանում։ Մենք բոլորս մի ժամանակ բոլորս հայ ազգովի միասին Արցախ էինք պաշտպանում։ Հիմա Արցախայությունը գտնվելով այս իրավիճակում ի՞նչն է պատճառը եղել։ Մենակ են մնացել։ Ոչ մեկը թող չասի, որ չեն կռվել։ Դուք չեք կռվել։ Այդ ասողները չեն կռվել, դրանց մասին եմ խոսում։ Չկռվելու բառը դա մենակ արցախցիների մասին չեք վիրավորում։ Դա բոլոր ազգի ժողովրդի մասին եք վիրավորում։ Եռաբլուրում չկա արցախցի, գորիսեցի կամ էսպեկ է մույսը։ Տարբեր տեղերում հերոսների մեջ չկա տարբերություն։ Մնացած կարևոր
խնկել։ Բոլորս դրա մասին գիտենք։ Հասցեատերները գիտենք։ Նորից հետ կրկնում միշտ ես բառը ասում եմ, իմ եղբայրս հասարակ մի գյուղացի, իքներեր ինչ-որ վտանգի կամ իքներեր ինչ-որ կառավարության, ղեկավարության կամ ինչ-որ ուղերձված մարդ, ոչ զոհադարել ձեր մեղքով, ու մեկ այդ բոլորս եք զոհ դառնում, էլի ձեր մեղքով, մի մոլորեցրեք մեզ, մի տարանջատեք մեզ, դուք եք անում ամեն ինչը, ձեր ձերքին է սաղ, ուզում եք համախմբվածություն էլի ձեր ձերքին է, ուզում եք պառակտեք էլի ձեր ձերքին է, բայց ժողովրդից կոչը մի հավատացեք, մեկ պառակտվելու բան չունեք, մեկ մի ազգ եք, հասկանում եք դուք ժողովուրդ, մեկ հայ եք, չի կարելի է ձևի իրար մեջ ատելությունները խոսելու կամ ինչ-որ բանի առիթ ստեղծել։ Վաղվա օրը նորից եմ ասում, այն մարդկանց, ով համարձակ դուրս է գալիս խոսելու, ով իր հայ լինելու, հայ ապրելու համար դուրս է գալիս կարևորացնելու, բոլորի փորձում են կամ ձերբակալելու կամ ճնշելու ինչ-որ գործողությունների բան զոհ դարձնել։ Հիմա ինչ տարբերություն է, ես չեմ հասկանում, գերության մեջ գտնվելու Ադրբեջանում կամ ստեղ մեկ գերության մեջ գտնվելու, որ վախեք խոսելու կամ վախեք արձագանքելու համար, քո մայր հողում, քո հազարամյա պատմություն ունեցող քո հայրենիքում, Արցախը եղել է հայկական, Արցախը մնալու է հայկական, ով ինչ ուզում է ասի, գիտակցող հայը գիտի Արցախի հայկական լինելու հազարամյա պատմությունը, ոչ մեկը իրավունք չունի դրա ինչ-որ կասկածանքի տակ դնի կամ էր թշնամու բերանում լեզու տնի այդ բառերի համար, թշնամին ծիծաղում է, ծաղրում է, բայց մենք գիտենք այն թշնամին է, որ 30 տարի մեկ ծնկի կամ բանարած պահել ենք իրանց։